Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մարտի 22 Ապա մի քարն կեցի չափ հեռացավ նրանցից, ծնկի եկավ ու աղոթեց։ Ղուկաս ավետարան 22:41 Փրկչաղոթում, որն անվեր բարձրացեց մեր փորձության ժամանակ, կարելի է մի քանի ուսանելի կետ ընդգծել։ Առաջինը այն միայնակ էր, նա առանձնացել էր նույնիսկ իր սիրելի 3 աշակերտներից։ Ընկերս, աղոթքի մեջ ինքդ քեզ հետ մնա, հատկապես փորձության ժամանակ։ Ընտանեկան աղոթքները, այդ թվում նաև մյուս համատեղ ու խմբային աղոթքները անշուշտ կարևոր են, բայց դրանք ակնհայտորեն բավական չեն։ Աստծո համար ամենահաճելի անուշահոտությունը կլինեն քո անձնական աղոթքները լսելի միայն իրեն։ Երկրորդ ձայնը այն հակիրճ էր։ Ղուկասը պատմում էր, որ Քրիստոսը ծնկի եկավ։ Մատթեոս ավետարանիչը գրում է, որ նա երեսի վրա ընկավ։ Իսկ ինչպես կաղոթես Աստծուն, դու մեծ ուսուցչի խոնարհ ծառա։ Ինչ հող ու մոխրով կծածկես գլուխդ։ Խոնարհությունն ու հնազանդությունը աղոթքի հիմքերն են։ Մինչև չհնազանդվես, Աստծուց խնդրածդ ստանալու հույս չկա։ Երրորդը այն որդիական էր՝ Աբբա Հայր։ Այս բառերում զորություն կգտնես, երբ հասնի փորձությունների ժամը։ Որպես թագավորի հպատակ դու ոչ մի իրավունք չունես, դու զրկվել ես դրանցից դավաճանության պատճառով։ Բայց աշխարհում ոչ մի ուժ չի կարող զավակին զրկել հայրական պաշտպանության իրավունքից։ Այդ պատճառով մի վախեցիր կանչելուց. Հայր, աղերսանքիս ձայնը լսիր։ Չորրորդը այն համառ էր։ Նա աղոթեց 3 անգամ։ Մի հանձնվիր, քանի դեռ պատասխան չես ստացել։ Համառ այրու նման եղիր, որը շարունակում է դատավորին անհանգստացնել այնքան ժամանակ, մինչև իր խնդրանքը բավարարվեց։ Շարունակ աղոթեցեք արթուն հսկումով և շնորհակալությամբ։ Եվ վերջինը այն զիջող էր, բայց ոչ թե իմ կամքը, այլ քո կամքը թող լինի։ Հնազանդվիր Աստծուն, զիջիր նրան, և նա քեզ կհատուցի։ Թող Աստծո կամքով լինի, և նա կորոշի, թե ինչ է քեզ համար ավելի լավ։ Աղոթքդ վստահությամբ հանձնիր նրա ձեռքը, ով գիտի, թե երբ տալ, ինչպես տալ և ինչ պահել։ Եվ այսպես ջանասիրաբար համառորեն խոնարհությամբ և հնազանդությամբ աղոթելով դու կհասնես ցանկալի արդյունքի։